Հայաստանը պատրաստվում է 2029-ի մարզական մեծ իրադարձությանը։ Մինչև 20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում եւ Վրաստանում։ Հայաստանում կստեղծվի աշխատանքային խումբ, կձևավորվի կազմկոմիտե փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։ Այդ օրերին ակնկալվում է 100,000 երկրպագուիայից Հայաստան։ Երևանում նախատեսվում է մինչև 20, Վանաձորում եւ Իջևանում միասին մինչև 10 խաղ։ Առաջնությունը տեղի կունենա 2029-ի սեպտեմբեր-հոկտեմբերին։ Վանաձորի եւ Երևանի դեպքում ինձ համար պարզ է մենք ինչպես ենք գործելու։ Ճիշտն ասած Իջևանի մասով որոշակի լարվածություն կար եւ կա, որովհետեւ այնտեղ 0-ից ստադիոն պիտի կառուցվի, բայց ես ուրախությամբ տեղեկացա, որ կան ընկերություններ, որոնք ոչ միայն պարտավորվում են, որ կարճ ժամանակում որոշակի նախագծով կկառուցեն ստադիոն, այլև իրենք արդեն այդպիսի փորձ ունեն։ Ակնկալում ենք, որ առաջիկայում այց կլինի Հայաստան եւ մենք նաեւ կստանանք առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզ FIFA-ի մեր գործընկերներից ու այստեղ կարևոր է լինելու նաև մեր տարբեր գերատեսչությունների ներգրավվածությունը, որովհետև մենք խոսում ենք ոչ միայն զբոսաշրջիկների մասին, մենք խոսում ենք նաև շատ մեծ ծավալի անձնակազմի ժամանակավոր Հայաստանում գործունեություն ծավալելու մասին։ Վարչապետը կարևոր համարեց միջոցառմանը պատշաճ պատրաստվելը, հյուրանոցային ճանապարհային ենթակառուցվածքների համապատասխանեցումը։ Մենակ կառավարության խնդիրը չի, մասնավոր հատվածը 100,000 զբոսաշրջիկ, հարգելի գործընկերներ, մենք վստահ չեմ, թե մենք երբևէ նույն ժամանակը 2 ամսում այդքան մեծ թիվ ենք ընդունել ենք հանրային սննդի ոլորտում կան էլի պետքա հասկանալ, որովհետև այդքան մարդիկ մտնեն, ասենք ենթադրենք Իջևան կարող է սնունդը վերջանան տեղի մի օրում։ Նշվեց, որ որոշ աշխատանքներ արդեն ընթացքի մեջ են, որոշ դեպքերում լուծումները գծագրված են, որոշ դեպքերում կան առաջարկներ։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կկազմենք այդպիսի առաջարկ կներկայացնենք ձևավորման համար, կձևավորենք անհրաժեշտ խումբ եւ կգույքագրենք այն բոլոր առնչվող հարցերը, որոնք պետք են աշխատանքների ժամանակին եւ անհրաժեշտ ծավալով իրականացնելու համար։ 14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 միլիարդ 59 միլիոն դրամով։ Պետբյուջեից այս տարի արդեն հատկացվել է 4 միլիարդ 117 միլիոն դրամ։ Տարիներ առաջ որդեգրեցինք 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրը եւ 2026 թվականին մենք կկառուցենք, այսինքն համոզված ենք, որ 500 մանկապարտեզը կունենանք։ Պատկերացնում եք բնակավայրեր, որոնք հարյուրավոր տարիներով մանկապարտեզ չեն ունեցել եւ երկրորդը ունենք դեպքեր, երբ որ սեփականաշնորհված են եղել մանկապարտեզների շենքերը եւ ինչ որ ձևերով վերադարձվել են եւ ունենք մանկապարտեզներ, որ ասենք 30 տարի պարզապես չեն գործել կամ 15 տարի կամ 25 տարի։ Չենք գնահատում այդ 500 մանկապարտեզի բացակայությունը ինչ հետևանքներ ա բերել Հայաստանի Հանրապետության եւ տնտեսության եւ ընդհանրապես բոլոր ուղղություններով մեր երկրի զարգացումը ինչքան է կասեցրել Ինչքան երիտասարդ մայրեր են, որ այդ ամենի հետևանքով կրթությունը բարելավելու հնարավորություն չեն ունեցել, աշխատելու հնարավորություն չեն ունեցել, ինչքան երեխաներ են, որ ոչ միայն կրթություն չեն ստացել, այլև այն ժամանակը, որ պետք է անցկացնեն կրթական հաստատությունում, չգիտեմ որտեղ են անցկացրել այդ ժամանակը, եւ դա ինչ հետևանքների ա բերել, սկսած երկրում քրեական ենթամշակույթի զարգացումից եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ է, որի հետ մենք պետք է առերեսվենք։ Վարչապետի խոսքով հասանելի կդարձվեն մսուրային ծառայությունները, մանկապարտեզներում կմեծացվի մանկավարժական մասնագիտությունների պահանջը, դասյարակների համար պարտադիր կլինի բարձրագույն կրթությունը, մի շարք մարզերում կունենանք մանկավարժական ուղղություններով բուհեր, անդրադառնալով մարզային այցելիս տպավորություններին, վարչապետը արձանագրեց նաև ջրի հետ կապված խնդիրը, որը լինելու է հաջորդ 5 տարում 5 առաջնահերթություններից մեկը։ Ինչպես նախորդող շրջանում խաղաղության օրակարգն էր, մեզ համար առաջնահերթություն հաջորդ հնգամյակում ջրի հետ կապված հարցերը լինելու են բացարձակ առաջնահերթություն, որովհետև մեր տնտեսությունը եկել զարգացել հասել է մի կետի, առանց ջրային ոլորտում ֆունդամենտալ բարեփոխումների մենք կսկսենք արդեն տեղապտույտի վիճակում կհայտնվենք։ Հանրապետության ամբողջ ջրային ենթակառուցվածքը կփոխվի կամ կհիմնանորոգվի։ Չնայած վերջին տարիներին մեծ աշխատանք է արվել, բայց Նիկոլ Փաշինյանի խոսքով ընդհանուրի մեջ փոքր տոկոս է, նկատի ունենալով խնդիրների ծավալը։ Ջրահեռացման համակարգերի բացակայությունը եւս խնդիր է։ Երևանում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում 21-րդ դարում կան թաղամասեր ամբողջական, որ ընդհանրապես կոյուղի չունեն։ Բոլոր գյուղերի եւ քաղաքների խնդիրները
այդ թվում ջրային ոլորտի կլուծվեն, կառավարությունը եւ ես դրա դիմաց մի պայման ունեմ, ոչ մեկ որևէ գնում անելիս դուրս չի գալի առանց հսկիչ դրամարկղային կտրոնի։ Մարդիկ պատճառահետևանքային կապը պետք է հասկանան։ Բարերարությունա կախյալ տրամաբանությունից մենք կարող ենք դուրս գալ։ Հասկանում եք, մարդը երբ որ ՀԴՄ կտրոն է վերցնում, ինքը բարերարության կարիք չունի, իր համայնքը բարերարության կարիք չունի։ Այդ նշանակում է պետական բյուջեն բավարար միջոցներ են գեներացվում, որ այդ խնդիրները լուծենք։ Բայց այսօր Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է, հարգելի գործընկերներ, դա չի նշանակում, որ մեր ծառի վրա չոր ճյուղ չկա եւ տեղ չկա, որտեղ մենք պետք է աշխատենք։ Ընդհակառակ այս արդյունքները մեզ ոգևորում է, որ այս համակարգը ստվերի կրճատում, հարկային եկամուտների ավելացում, ծախսերի որակի բարձրացում։ Կլուծվի դեռևս 2000-ականներից բնակարանի խնդիր ունեցող զինծառայողների հարցը։ Ծրագիրը վերաբերում է 2850 բնակշահառուների, բնաենթակայությամբ ծառայած կամ գերատեսչության շահառու քաղաքացիներին։ Հիպոթեկն ամբողջությամբ կմարի պետությունը։ Բնակարանը 10 տարի չի կարող վաճառվել, գինը կհաշվարկվի միջին շուկայական արժեքով։ Ֆինանսավորման 90%-ը կհատկացնի կառավարությունը բանկերի միջոցով, իսկ 10%-ը պաշտպանության նախարարության տարեկան ֆինանսավորման միջոցով, այն կենթադրի 4 տարվա ընթացքում, այն է 2027 թվականին 735 շահառուների բնակարան հատկացնելու ծրագիր, 2028 թվականին 812 շահառուների, 2029 թվականին 719 եւ 4-րդ փուլում 2030 թվականին թվով 584 շահառուների։ Ծրագրի շահառուներ են Պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդգրկված պայմանագրային զինծառայողները եւ քաղծառայողները, որոշակի հիմքերով ծառայությունից արձակված նախկին զինծառայողները, ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողները եւ զոհված մահացած զինծառայողների ընտանիքի անդամները։ Նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով այս անձանց մեջ կան անգամ 90-ականներից բնակ շահառու համարվող մարդիկ։ Խոսքա գնում 2850 այն շահառուների մասին, ովքեր 90-ականներից դեռ ընդգրկվել են բնակարանների հերթացուցակի մեջ, սա շատ կարևոր է, այն մարդիկ, ովքեր ընդգրկված չեն հերթացուցակի մեջ եւ հերթացուցակի մեջ ընդգրկվելով արձանագրվել է պետության պարտավորությունը այդ մարդկանց նկատմամբ։ Մենք կատարում ենք պետության ստանձնած պարտավորությունը, կոպիտ ասած մենք այս նախկին պարտքն ենք վերադարձնելու 4 տարվա ընթացքում եւ 4 փուլերով եւ մենք այս թեման ֆունդամենտալ փակում ենք, ավարտում ենք այս թեման։ Կառավարությունը հավանություն տվեց հարկային օրենսգրքում եւ պետտուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթին։ Կարգավորման առարկան բանկերի հարկային միջավայրի փոփոխությունն է, նշեց ֆինանսների փոխնախարարը, հիշեցնելով բանկերի կողմից կատարվող ֆինանսական գործարքների զգալի մասը ազատված է ավելացված արժեքի հարկից։ Հաշվի առնելով, որ լինելով ավելացված արժեքի հարկից ազատված, նաեւ բանկային ոլորտը ի ուրախություն տնտեսական ակտիվության եւ աճի վերջին տարիներին արձանագրում է շահութաբերության բարձր աստիճան, մտածել ենք Հայաստանի Հանրապետությունում նույնպես այլընտրանքային լրացուցիչ հարկման կանոններ ունենալու մասին, լուծում գտնել, որ վերջնարդյունքում ճնշում չգործադրվի բանկերի կողմից մատուցվող ծառայությունների եւ տոկոսադրույքների վրա, այսինքն որպեսզի վերջնական սպառողների, տվյալ դեպքում մեր քաղաքացիների եւ բիզնեսի համար գնաճային ճնշումների ռիսկեր չձևավորվեն։ Եթե բանկային ոլորտից կապիտալ է դուրս բերվում, տվյալ դեպքում շահույթի բաշխման միջոցով, այսինքն շահաբաժին է վճարվում բաժնետերերին, այդ շահաբաժինը սկսենք հարկել ոչ թե ստանդարտ 5% դրույքաչափով, այլ ավելի բարձր 15% դրույքաչափով։ Նշվեց, որ նախատեսվում է չբարձրացնել շահաբաժնի գծով հարկային բեռային դեպքում, երբ բանկերը շահաբաժիններ կվճարեն այնպիսի բաժնետոմսերի դիմաց, որոնք ցուցակված են հայտնի ֆոնդային բորսաներում։ Բանկային համակարգի ցուցանիշները ըստ վարչապետի նաև երկրի տնտեսական զարգացման կարևոր ինդիկատորն են։ Ունենք խնդիր Հայաստանի Հանրապետությունում փողի էժանացման, որպեսզի մեր մոտ տոկոսները լինեն հնարավորինս ցածր եւ այս կարգավորումը նաեւ կապ ունի այդ խնդրի հետ, որովհետեւ մենք ինչ ենք ասում ենք եթե
շահույթի տեսքով դուրս է բերվում համակարգից, ուրեմն մենք ավելի շատ 10%-ով ավելի շատ ենք հարկելու։ Որոշակի զսպում ենք դնում գումարը բանկային համակարգից դուրս հանելու։ Եթե բանկային համակարգից դուրս չի հանվում, նշանակում է այն պետքա առաջարկվի շուկայում, նշանակում է տոկոսների որոշակի նվազում պետքա տեղի ունենա։ Իհարկե մենք հիմա նաև բանկային ծախսերի կրճատման ուղղությամբ, ես նկատի ունեմ բիզնեսի կողմից շատ սերտորեն աշխատում ենք համակարգի հետ, ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջերս նաև փոքր բիզնեսի համար անկախիկ առևտրի միջնորդավճարների նվազում տեղի ունեցավ, առաջիկայում մենք կտեսնենք դա, պոզիտիվ բանկային պատմություն ունեցող փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար տոկոսների որոշակի անկում տեղի կունենա շոշափելի եւ որոշակի կառուցակարգերով եւ իհարկե մենք քաջալերում ենք բանկային համակարգին, որպեսզի հաստատված խաղաղությունը ավելի տեսանելի ձևով արտահայտվի բանկային տոկոսների վրա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով երբեմն մարդիկ փորձում են դեմոնիզացնել բանկային համակարգը, ինչն ըստ նրա վտանգավոր նեգատիվ երևույթ է։ Դեպքը, որ ես վարկ եմ վերցրել, խնդիրներ ունեմ եւ այլն, դե եկեք մտածենք ինչ ենք անում, շատ հաճախ է պատմում եւ ինքը էմոցիոնալ մակարդակով հասկանալի է։ Բայց ես ուզում եմ բոլոր այս դեպքերում մարդիկ մենք բոլորս այդ հարցին նայենք անձնական տրամաբանության մեջ։ Ա մարդը B մարդուց պարտքով փող է վերցրել եւ պարտավորվել է ինչ որ ժամանակում, ինչ որ ձևով վերադարձնի եւ չի վերադարձնում այդ գումարը։ Հետո բացատրում է, որ այս խնդիրն է եղել, այն խնդիրն է եղել, այն խնդիրն է։ Այս փողը տվող մարդը ասում է, հա շատ լավ, դե որ տենց ա եղել, ուրեմն այդ փողերը կարող եք չտալ։ Ամեն բանկի հետևում հազարավոր այսպիսի քաղաքացիներ անհատներ են կանգնած։ Մենք պետքա մաքսիմալ արդար, ճիշտ շուկայական տրամաբանությամբ հիմնավորված համակարգ ունենանք եւ մենք պետք է ապահովենք, որպեսզի մարդը եւ ընկերությունները փող ձեռք բերելու այլընտրանքային մեխանիզմներ ունենան։ Կառավարությունը հավանություն տվեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու նախագծին։ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանը ստորագրել է հունվարի 22-ին, Միացյալ Նահանգներն այն ստորագրել է հունվարի 16-ին։ Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հակամարտությունից տուժած տարածքներում։ Մայա Խաչատրյան, լուրեր։